Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը ստորագրել են հայ-գերմանական գործընկերության ռազմավարական օրակարգը հաստատող հռչակագիր, երկու երկրները կխորացնեն համագործակցությունը քաղաքական և դիվանագիտական ոլորտներում, առևտրի և ներդրումների, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում։ Ինչպես նաև Բեռլինը կաջակցի Երևանում հաջորդ տարի կայանալիք կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպմանը։ Հռչակագրում դրական է գնահատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, կարևորվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Այսօր այս իմաստով այս Համատեղասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլերը խոսել է ռուսական հիբրիդային սպառնալիքների մասին, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումների մասին։ Խաթարող մի հանգամանք կա, որը բնական է դարձել, որտեղ ժողովրդավարության թշնամիները հիբրիդային եղանակով միջոցներ գրում, հատկապես Ռուսաստանը փորձում է ինչ-որ վախեր սարմանել Եվրամիության հետ և Արևմուտքի հետ սերտացման, հարաբերությունների մերձեցման մասին և սխալ տեղեկություններ տարածել Եվրամիության արժեքների մասին, սաբոտաժ, ապատեղեկատվություն, դրոններ, ԱԹՍ-ներ, այդ եղանակով փորձում են ապատեղեկատվություն տարածել և ապակայունացնել իրավիճակը, դա տեղի ունենալու իհարկե։ Այս այցը իրավի պատմական է, քանի որ այսօր Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները թևակողում են ռազմավարական գործընկերության փուլ։ Հայաստանում նոր թափ հավաքող և վերաինտեգրման գործընթացի հիմքում Հայաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումներն ու ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունն են, ինչն այս տարի մարտից նաև արտահայտվեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունմամբ։ Իդեպ Գերմանիայի կանցլերը 2026-ի մայիսին կգա Երևան մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանն է հայերեն ողջունել Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, թե հայ-ադրբեջանական վերջնական խաղաղության հասնելուն մի խոչընդոտ է մնացել Հայաստանի մայր օրենքի փոփոխությունը։ Վարչապետ Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան, իսկ կասկածները փարատելու լավագույն ճանապարհը համարել է խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Գերմանիա Հայաստանի վարչապետի այցի ժամանակ Բեռլինում հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են արել Նիկոլ Փաշինյանի դեմ, կոչ արել ազատ արձակել հոգևորականներին, ազգային բարերարին, դադարեցնել հետապնդումները հասարակական ու քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Stop political arrests in Armenia. Stop political repression. Հետ Փաշինյանական Հայաստանի վարչապետը ինչ ազգանուն է ունենալու Քոչարյան, թե Կարապետյան։ Կարապետյան։ Մեր ձևով շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանն է արել այս հայտարարությունը Նյուզեեմի տաղավարում։ Ալեքսանյանը պատասխանել է նաև կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած շարժման շուրջ հանրային հետաքրքրություն ներկայացնող մի քանի այլ հարցերի։ Կարեն Կարապետյանը միանալու է մեր ձևով շարժմանը կան բանակցություններ իր հետ։ Դեռ տեղեկություններ չունեմ Կարեն Կարապետյանի միանալու հետ կապված։ Իսկ բանակցություններ չգիտեք։ Սամվել Կարապետյանը նման է Բդինա Իվանիշվիլիին։ Իվանիշվիլի կենսագրականին առանձնապես ծանոթ չեմ, բայց հասկանում եմ ինչ եք հարցնում։ Կասեմ, որ այսպես ասեմ, Սամվել Կարապետյանը ծնվել է Լորվա մարզում, հեծացել է Լորվա մարզում։ Սամվել Կարապետյանը առաջին բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանում եւ առաջին բիզնեսը հիմնել է Հայաստանում եւ որից հետո ծավալվել է ամբողջ աշխարհով մեկ եւ երբևիցե գեթ մեկ օր Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը իր ուշադրության կենտրոնից չի բացակայել եւ հավաստիացնում եմ ձեզ, որ Սամվել Կարապետյանը ապրել է Հայաստանի եւ հայի հոգսով եւ իր հնարավորության սահմաններում իշխանություն չունենալով արել է ամեն ինչ, որպեսզի թե հոգսը թեթևացնի,
թե նոր աշխատատեղեր ստեղծի եւ դուք պատկերացնում եք թե երբ Սամվել Կարապետյանը լինի իշխանության եւ ունեն այդ իշխանական լծակները ինչքան Չի աշխատանք կարող լինել իշխանություն, որտեղ երբ քաղաքացիություն ունի։ բայց ինքը կլինի մեր առաջնորդ, ինքը մեր առաջնորդն է։ Իսկ նրան ազատ կթողնեն մինչև ընտրությունները ըստ Չեմ կարող ասել։ ԱՄՆ մաքսային եւ սահմանապահ ծառայությունն այժմ պահանջում է առանց վիզայի ռեժիմ ունեցող 42 երկրների ճանապարհորդներից ցույց տալ սոցիալական ցանցերի մինչև 5 տարվա պատմությունը Միացյալ Նահանգներ գնալու թույլտվություն ստանալու համար։ Գերատեսչությունը նաեւ հավաքելու է վերջին տասնամյակում օգտագործված էլեկտրոնային փոստի հասցեները, 5 տարվա հեռախոսահամարները եւ դիմորդների հարազատների մասին մանրամասներ, ներառյալ նրանց անձնական տվյալները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցրել է երրորդ երկրից ներգաղթը Միացյալ Նահանգներ։ Այդ ցանկի առաջին եռյակում են Աֆղանստանը, Հայիթին եւ Սոմալին։ Թրամփը նշել է, որ սենատորների հետ հանդիպան ընթացքում քննարկել է ավելի քաղաքակիրթ երկրներից մարդկանց ընդունելու մասին, ինչպիսիք են Դանիան եւ Նորվեգիան։ Ներգաղթային այս փոփոխությունները տեղի են ունեցել, երբ օրեր առաջ Սպիտակ տան մոտակայքում աֆղանստանցի ներգաղթյալը կրակել եւ սպանել էր ազգային գվարդիայի 2 զինվորի։ Свідомий народ, який Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երկրում նախագահական ընտրություններ անցկացնել, սակայն դրա համար անհրաժեշտ է ապահովել անվտանգությունը եւ փոխել Ուկրաինայի օրենսդրությունը, որն արգելում է ընտրություններ անցկացնել ռազմական դրության ժամանակ։ Զելենսկին նշել է նաեւ Ռուսաստանի հետ էներգետիկ զինադադարի կարեւորության մասին։ Նրա խոսքով անհրաժեշտ է ԱՄՆ-ի եւ եվրոպացի գործընկերների օգնությունը ապահովելի ընտրությունների անվտանգությունը եւ այդ ժամանակ 2-ից 3 ամսվա ընթացքում Ուկրաինան պատրաստ կլինի։ Ես անձամբ ցանկանում եմ եւ պատրաստակամ եմ դա անել, ասել է Զելենսկին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պոլիտիկոյին տված հարցազրույցում ակնարկել էր Ուկրաինայում նախագահական ընտրությունների անհրաժեշտության մասին։ Կիևը չի վաճառում իր տարածքն ու ինքնիշխանությունը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը։ Այս անգամ նիստը նվիրվել էր Ուկրաինայի քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների ինտենսիվ հրետակոծությանը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մշակված խաղաղության ծրագրերում իրենք չեն կարողանում տարածքների նկատմամբ լուծում գտնել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պոլիտիկոն ճանաչել է Եվրոպայի ամենաազդեցիկ մարդը։ Այս տարի ոչ ոք ավելի մեծ ազդեցություն չի ունեցել Եվրոպայում, քան ԱՄՆ նախագահը, գրել է ամսագիրը։ Ամենաազդեցիկների ցուցակում Թրամփից հետո Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն է, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Մարին Լը Պենը։